Վերադարձանք սիրելի հայեր և շարունակում ենք մեր եթերը, իսկ ես պիտի հիշեցնեմ, որ մեզ մոտ տաղավարում հյուրընկալել ենք Սայաթ Նովա աշխուհական երգի վաստակավոր անսամբլի մենակատարներին, նրանք այսօր մեզ հետ կլինեն մինչ ժամը 12-ը, կլինի երաժշտական եթեր, մենք արդեն մի երգ լսել ենք, զրուցել ենք, հիմա շարունակենք զրույցը, թե էլի երգ լսենք։ Կվերքեք։ Պետք է այդ հարցը բարձրացնել մերի։ Մենք ուզում ենք օրինակ մի քիչ զրուցել, մի քիչ էլ։ Խնդրեմ, հարց բարձրացրու։ Մենք այդ հարցը կիսատ թողեցինք կարծես թե, երաժշտության մասին էինք խոսում։ Հասկանալի է, որ լավ չի վիճակը, բոլորը դա գիտեն։ Ինչ պետք է անել, որ լավանա, ինչ որ մարդկանց գտնել, ովքեր պիտի ընտրեն, որ երգը կարելի է, որը չէ, թե ինչ անել, ինչ սիստեմ մտածել դա ուղղելու համար։ Դուք ինչ որ փոքր տարրերի նկատի ունեք դա ուղղելու համար, թե գլոբալ խնդիրը։ Դե եթե ուղղում ենք գլոբալ, էլի։ Ամբողջությամբ լուծելու, այսինքն այս գլխիվայր վիճակը շտկելու համար մեր ազգային մշակույթի ասպարեզում, ես դա տեսնում եմ մեր ազգային ժողովի աշխատանքների վերափոխումից։ Իմ խորին համոզմամբ ազգային ժողովը պետք է դառնա օրերից մի օր պրոֆեսիոնալ եւ մյուս խնդիրների կողքին նաեւ պրոֆեսիոնալ վերաբերմունք հանդես բերվի ազգային մշակութային քաղաքականությանը։ Այո։ Ես չգիտեմ որն է մեր ազգային մշակութային քաղաքականությունը եւ ով է այն իրականացնում։ Դա կանոնակարգում է ազգային ժողովը, բայց ես հատուկ են հարցեր են քննարկում մշակույթի վերաբերյալ։ Մշակույթի նախարարությունն է դա կանոնակարգելու, մշակույթի նախարարն է այդ ծրագրի կատարողը, բայց ոչինչ չի գոհացնում մեզ։ Էլ չասեմ, որ մշակույթի նախարարությունը այսօր ամենաաղքատ նախարարությունն է Հայաստանի։ Պիտի հակառակը լիներ, էլի, օրենքով։ Ոչ թե հակառակը, բայց առնվազն պետք է աղքատներից բավականին առաջ լիներ։ Այսինքն, փաստորեն էլի մենք որպես մարդիկ, ովքեր հեռուստատեսության մարդիկ են, երաժշտության մեջ են եւ այլն, չեն կարող ինքներս ինչ-որ բան անել, թե դա շատ բարդ կլինի։ Գիտեք, ինձ հաճախ այդ տեսնում եք այս վիճակը, այս անարժեք երևույթների հեղեղատը եւ այլն, ինչով եք պայքարում դրա դեմ։ Ես ասում շատ բարձ, մենք ստեղծել ենք Ջիվանու անվան աշխուհական դպրոց, կրթում ենք սերունդ, որը տիրապետում է ազգային երգարվեստի երաժշտությանը։ Սրանից ավել մենք ոչ նախարարություն ենք, ոչ, չգիտեմ, առանձին հզոր լիազորություններով օժտված կառույց, բայց շատ ցանկալի էր, որ եւ այն լինեինք, եւ այն լինեինք, եւ հնարավորություններ ունենայինք, ի վերջո մենք անկախացել ենք տեր կանգնելու մեր ճակատագրին, մեր ժողովրդին, մեր հայրենիքին, մեր սահմաններին, մեր մշակույթին եւ առաջինը հավատացեք մշակույթին։ Այս բոլորից առաջ հայրենիքից նույնիսկ սահմաններից առաջ մշակույթին, եթե մեր ժողովուրդը կորցնում է իր մշակութային դեմքը, դառնում է ազգաբնակչություն անդեմ։ Ինչ հայրենիքի մասին կարող է խոսք լինել, ինչ պատմության, ինչ մշակույթի։ Եթե բանակը դեմք չունի, այդ բանակը ինչը պետք է պահի, ինչը պիտի պահպանի։ Եթե զինվորի համար միևնույն է, թե Սայաթ Նովան, թե Կոմիտասը, թե Խաչատրյանը, թե Բաբաջանյանը եւ թե Արավայվայը, այդ զինվորին ինչպես ենք ուղարկում մեր սահմանը պաշտպանելու։ Լավ է, որ ունենք նորմալ երաժշտություն լսող զինվորներ էլ։ Միանշանակ։ Լավ է, դրանով փրկվում ենք, էլի։ Եվ շատ հաճախ լինում ենք մեր զորամասերում։ Բնականաբար նրանք էլ երիտասարդ են եւ դաստիարակվել են նրանով, ինչով մենք դաստիարակել ենք։ Ցավի սիրտ, իսկ մենք դաստիարակում ենք, թող շատ նեղությամբ չընդունի մեր հեռուստադիտողը, բայց առավելապես այս 2 տասնամյակների ընթացքում աճող սերունդը եթերից դաստիարակվում է մեծ մասամբ աղբով։ Հուսանք, որ ձեր խոսքերը տեղ կհասնեն եւ հիմա եկեք բուժենք այդ վերքը երգով։ Օ, վերքը երգով։ Շատ վերքը աշուղական ես խոսում։ Արդեն Խնդրեմ, ինչ էլ Սայաթ Նովա կհնչի ձեզ համար, կերգի Թեհմինե Գրիգորյանը Յարեն Էրվացի։ Թեհմինե Գրիգորյան, Սայաթ Նովա մեր եթերում։ Յարեն Էրվացի։ Խնդրեմ։
Շնորհակալություն։ Ահա։ Կարծես թե թեմաների շուրջ խոսում ենք, հետո երաժշտությամբ հետ ենք բերում, ամեն ինչ շտկում ենք ու էլի շարունակում ենք եւ քանի որ ստացվում է պատրանքի առաջանում, որ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ նորմալ է։ Նաեւ մնացածի Էդը կուզենայի մի քիչ շփվել այս թեմայի շուրջ կրկին, դուք ինչ կարծիք եք, նույն կարծիքի ինչ որ ղեկավարն է, թե էլի մտքեր կան։ Մենք գաղափարակիցներ ենք։ Իսկ ես ընդհանրապես կուզեմ ավելացնել, որ երգիչներս, որ այստեղ նստած ենք, մենք նաև դասավանդում ենք Ջիվանո անվան աշխուհական դպրոցում, ունենք մեծ դասարաններ, 7, 8, 9 գրեթե 10 տարի դասավանդում են, օրինակ մարտի 29-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում իմ դասարանի մենահամերգը պիտի լինի։ Ձեր դասարանի էլի։ Միայն իմ։ Ասա մեր դասարանի էլի։ Հա, մեր դասարանի։ Այդպեսի խոսք կա։ Այո, համերգներ նաև մեր սաներին հանրապետությունից դուրս հյուրախաղերի համերգների ենք տանում։ Ես եւ Սարգիսը մեր դասարաններին արդեն գրեթե 4 անգամ Հալեբ քաղաքում համերգների ենք տարել։ Այսինքն գործունեություն ծավալում ենք բացի անսամբլից եւ բոլորս նաև անհատ կատարողներ ենք անսամբլից դուրս։ Ինչ երաժշտություն եք լսում, երբ որ աշխուհականը չկա, անսամբլից դուրս եք եկել։ Ես շատ բազմաժանր։ Օրինակ։ Այսինքն Էլա Ֆիջերալդից մինչև Էլվինա Մակարյան եւ Գանք Հայաստան որոշ ձայնագրություններ։ Այս պահի հայկական երաժշտություն որևէ մեկին լսում եք, այս պահին հնչող։ Այդպես կոնկրետ հիմա չեմ մտաբերում։ Չեք մտաբերում։ Չէ։ Ավելի դասական ստեղծագործություն կա, որ հիմա ինչ որ շուկայում պատմվում է, չէ, ես ավելի հին կատարումներ ունեմ, նրանք եմ լսում։ Օրբելյանի խմբի, այդպես տեսագրություններ ունեմ, ձայնագրություններ նրանք եմ լսում։ Այսինքն այս ժամանակահատված Այսինքն մենք լսում ենք այն երաժշտությունը, տարերայինորեն լսում ենք։ Հա, ուզած չուզած լսում եմ, բայց հատուկ որ լսեմ, այդպես չկա։ Եվ այդ տարերայինորեն լսելու ընթացքում, երբ որ տեսնում ես, որ իսկապես լսելիք քիչ բան կա, այլևս չես փնտրում։ Այո։ Դե մի բան պետք է, ինձ թվում է մենք եթերի ավարտին կգտնենք այդ բանաձևը, պարոն Պողոսյան, ինչ անել, որ տենց գլոբալ
վատ բաներ չլինի, բայց փոխվի, բայց փոխվի։ Դե դուք մի ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով եւ մեր երկիրը կշտկվի, մենք ոտքի կկանգնենք եւ տնտեսությունը, եւ պաշտպանությունը, եւ մշակույթը, առողջապահությունը։ Այսինքն տաքսի վարորդների 80%-ը վերադառնան գործարաններ տնօրեն Ռուսաստան։ Ովքեր։ Տաքսի վարորդների 80%-ը վերադառնան Ռուսաստան բիզնեսը իրենց։ Դու էլ պիտի երկես, երկի պետական չես երկե։ Չէ, ես թատերական կրթություն ունեմ, ես նորմալ եմ։ Համարյա իմ մասնագիտությամբ եմ ես, համարյա։ Ինչ է կատարվում հիմա երիտասարդների մոտ, ովքեր գալիս են ձեր դպրոց, սովորում են, ունեք դասարաններ, ինչ են անում նրանք, խնդրեմ, մի քիչ կպատմեք մեզ, ովքեր են այդ երիտասարդները եւ ինչպես են ընտրում հենց գալ ու այս երաժշտությամբ շարունակելը։ Ըստ ձեզ։ Ինձ թվում է նրանց մեջ բնությունը արդեն օժտել է նրանց այդ շնորհքը։ Ընտանիքն է բերում ավելի շատ, թե նրանք երբեմն ես հարցնում եմ, հարց եմ տալիս, դու ես եկել, թե մայրդ է ասել, ասում է, որ չէ, ես ինքս եմ ընտրել այդ ուղին եւ որոշել եմ սովորել։ Որովհետեւ քանի որ քիչ է ռոպագանդվում, եթերում քիչ է, որտեղ պիտի տեսներ, որ ձգտումը առաջանար, ինձ թվում է ավելի շատ ծնողներն են ասում Եթե ուզում եք նորմալ մեծանաք, գնացեք այդ երաժշտությունը սովորեք։ Այո, ծնողների ուղղորդմամբ իհարկե։ Այո։ Իսկ շատ են դիմողները։ Ընդհանուր թվով այս տարիներին, այսինքն 14-րդ տարին է, Այո։ որ գործում է Ջիվան դպրոցը, երևի 1000-ից ավելի սան են կրել։ Դա այն սաները, ովքեր որ սովորել են, ավարտել են եւ հիմա ավարտել են, նաեւ շարունակում են։ Բոլորը չեն, որ երկիչ են դարել։ Մենք բարբերաբար տարեկան 6-7-8 հոգի ընդունում է պետական կոնսերվատորիա, որոշ քանակություն նաև մյուս երաժշտական բուհերն են ընդունում, բայց կարևորը միայն երգիչ դառնալը չէ, մեր դպրոցի նպատակը միայն երգիչ պատրաստելը չէ։ Եթե մի քանիսն էլ լավ երգիչ դառնան, մենք կհամարենք, որ մեր առաքելությունը ճիշտ ընթացքով է ընթանում։ Կարևոր է շատ որ երգը բացառիկ դաստիարակչական նշանակություն ունի եւ երգով երեխան ավելի մարդ է դաստիարակվում, ավելի հայ է դաստիարակվում։ Շատ լավ, շատ լավ։ Դե եթե այդպես է, ուրեմն երաժշտության ժամն է եկել։ Նորից։ Որովհետև մեզ բազմաթիվ երեխաներ են դիտում։ Ուզում են։ Եթե չեք ուզում, կարող ենք էլի քվեարկել։ Մենք մենք եկել ենք երգելու։ Նաև մենք կարծես թե քվեարկության հարցը հասկացել ենք, որ այստեղ Շաշխատեց։ Այո, ով է հիմա երգելու։ Կլսենք Հավասու յայլավոր յարս Անանիա Հովսեփյանի կատարմամբ։ Գնացինք։